հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստը քննարկվել է, թե Փաշինյանը ամեն ինչի համաձայնել է։ Աղջիկ ջան, ես ոչինչ չեմ կարող ասել, տեղյակ չեմ։ Համաձայնագրի մասին տեղյակ չեք խաղաղության պայմանագրի։ Չէ։ Ավելի լավ չխոսեմ։ Չեմ ուզում պատասխանել։ Վել է։ Շատ կարևոր է քաղաքականության ազգի ժամանակները։ Հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստը Այլ այդ ոչ Փաշինյանի անունը տվեք, ոչ էլ այդ համաձայնագրի, ես դեմ եմ։ Պարզապես ուզում էի հարցնել, Փաշինյանը ձեզ ամեն ինչի համաձայնել է, թե քննարկվել է որոշումը։ Դուք չգիտեք, որ ժողովրդին բանտեղ չի դնում, ինքը ինչ որոշում է, դա այդքան բան։ Ըստ ձեզ հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստը քննարկվել է, թե Փաշինյանը ամեն ինչի համաձայնել է։ Խավար չի մեզ։ Խաղաղության պայմանագրի մասին տեղյակ չեք, որ ստորագրել է Չէ, մեր վարչապետը։ տեղյակ չեմ։ Չգիտեմ, չեմ կարող ասել, ճիշտ ասած։ Ինչ եք կարծում որպես քաղաքացի դուք։ Ինչ կարծիք ունեք խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Դու խաղաղությունը լավ է, եթե բոլոր ինչ ասում են այն լինի, բայց Ադրբեջանի հետ չեմ կարծում նման միշտ ինչ որ հնարամիտ բաներ կգտնեն, որ նեղ են մենոց։ Այդպես էլ կարող է լինի, բայց ինքը որ ամեն ինչ համաձայն է այդ փաստը։ Ես հիմա մտածում եմ գուցե դա հատուկ արված բան է, որպեսզի ինքը ստիպի Ադրբեջանին գնալ համաձայնության պատերազմ սկսել։ Սկսել եմ մտածել, որ խելոք քայլ է, սրտիկի գիտեք։ Դա արվում է նրա համար, որ չկարողանա պատերազմ սկսել։ Վերջապես ինչ որ մի նորմալ քայլ երևի մտածել է ԿՊ-ն։ Ենթադրում եմ, չգիտեմ ճիշտ է թե չէ։ Ամեն դեպքում կապրեն կտեսնենք, շատ վտանգավոր վիճակ է իսկապես։ ԿՊ-ն պետք է հանձնի իշխանություն, ուրիշ ճար չկա։ Ըստ ձեզ հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստը քննարկվել է, թե Փաշինյանը ամեն ինչի համաձայնել է։ Նա ամեն ինչի համաձայնել է եւ ոչ մեկ տեղյակ չի, թե ինչ նկատի ունի եւ ինչա ստորագրելու։ Որը շատ մտահոգիչ է։ Երեք հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը ու ասել է, որ ինքը ոչինչ չի զիջել։ Ես ի վիճակի չեմ նրան նայել եւ նրա ձայնը լսել, ճիշտն ասած, բայց իսկա ոչ մեկ չի հավատում, որ նա չի զիջել։ Իսկ ըստ ձեզ ինչու է համաձայնագրի տեքստը գաղտնի պահվում։ Որովհետեւ դա ոչ մեկի դուր չի գա, բնականաբար դրա համար գաղտնի է պահվում, որտեղ նա սպասարկում է թուրք ադրբեջանական շահերին բացառապես։ Այնտեղ հայամետ ոչինչ չի կարող լինել։ Իսկ ինչ եք կարծում, Ալիևը ի վերջո կստորագրի խաղաղության պայմանագիր, թե ոչ։ Կարծում եմ ոչ։